Աղթալայի ամրոցը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Աղթալա քաղաքում, Երևանից 185 կիլոմետր հյուսիս, տեղակայված է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում։ Այն հայ ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է, կառուցվել է 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք, ամրոցը հայտնի է եղել նաև Պղնձահանք անունով, հետագայում ամրոցը անցել է Զաքարյան իշխանական տան տիրույթին, ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Աղթալայի վանք, բաղկացած 3 եկեղեցուց։ Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերդ բրգավոր պարիսպներով, պատերը շարված են բազալտի խոշոր սեպաձև քարերով, կապակցված ամուր կրաշաղախով, գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ, ամրոցի ներսում է գտնվում Աղթալայի վանքը, բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից, վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց է, պատերը ներսից ծածկված են հին ու նոր կտակարանների, առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով։ Աղթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպանվածներից է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը՝ կառույցի և բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը։ Ամրոցը 3 կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռերն ձորերով ունի բնական պաշտպանվածություն։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Այն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային և պաշտպանական նշանակության սենյակներ, հատկապես տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հզոր աշտարակը, մինչև հուշարձանի վերանորոգումը այն կիսով չափ փլված վիճակում է եղել։ Այս աշտարակը կազմված է 5 հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքևից վերև աստիճանաբար պակասել է։ Առաջին հարկը գետնափոր է, մնացած 4 հարկերը ներքուստ կամարակամ են։ Ամրոցի բերդապարիսպները և աշտարակները շարված են կապտավուն, կապտատաշ բազալտի շաղախված կրաբետոնով։ Հստակ է, որ 13-րդ դարի սկզբին Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքն արդեն հայտնի և հեղինակավոր է եղել։ Մի որոշ ժամանակ այստեղ է պահվել այնպիսի նշանավոր սրբություն, ինչպիսին Աստվածընկալ Սուրբ խաչն է, որով ավանդության համաձայն Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուսին։ Այդ մասունքը Իվանե Զաքարյանը նվեր էր ստացել նշանավոր Պռոշ իշխանի հայր Վասակից, իսկ 1216 թվականին բավական մեծ վճարի դիմաց հանձնել է նորավանքին։ Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի 13-րդ դարի որմնանկարները հայկական մանրանկարչության և գեղանկարչության բացառիկ համադրությունն են, որոնք համարվում են հայկական միջնադարյան գեղանկարչության գլուխգործոցներից։